քաղաքացիական պայմանագիր, որը հսկայական շանսեր ունի վերընտրվելու, եւ ես կարծում եմ, որ նույնիսկ երաշխավորվածը հաղթանակը քաղաքացիական պայմանագրի, կա ռուսամետ քաղաքական ընդդիմադիր դաշտ, որը եռագլուխ է այս պահի դրությամբ, դա Ռոբերտ Քոչարյան դաշնակցությունն է, դա ռուս օլիգարխ Սամվել Կարապետյանը եւ ուրեմն Գագիկ Ծառուկյանը, որը նաև բելարուսամետ օլիգարխ է, Իրան ասում, իր կապերի եւ այլն, այդ թվում ցուցակը նայել եմ Ծառուկյանի եւ ամբողջության պրոռուսական ուժեր են նաև այդտեղ, ինքը Եդինայա Ռոսիայի հետ շատ ջերմ եւ մոտ հարաբերություններ ունի նաև Ծառուկյանը, ինչքանով ես գիտեմ իր կուսակցությունը։ Այսինքն կա այդ դաշտը, որը կեղծ ընդդիմադիր դաշտ է, իմ պատկերացումով, որովհետեւ ամբողջությամբ Վլադիմիր Պուտինի ասած օրակարգն է սա։ Եվ կա առողջ ընդդիմադիր դաշտ, հայամետ արևմտամետ ուժերը, որը իմ պատկերացումով երկու մասից է բաղկացած։ Մի մասը դա բավականին լուրջ իրատեսական օրակարգով քաղաքացիական պայմանագրի ճիշտ քայլերը գնահատող եւ սխալ քայլերին քննադատող, բայց Վաշինգտոնի օգոստոսի 8-ի քաղաքականությունը եւ օրակարգը կիսող քաղաքական ուժերն են, որոնք այդ ռազմավարական հարցերի շուրջ Հայաստանի պետականության քաղաքացիական պայմանագրի հետ համընկնում է իրենց մոտեցումը, եւ ես այդ ուժերին շատ դրական եմ վերաբերվում եւ շատ ուզում եմ, որ նաեւ հայտնվեն ազգային ժողովում եւ իրանց եմ համարում իսկական ընդդիմություն, այլ ոչ թե այս գործակալական ցանցին, իսկ իրանց սահմանափակ ռեսուրսներն է գլխավոր խնդիրը, որտեղ այստեղ անսահմանափակ ռուսական գումարներ կա։ Եվ երկրորդ մասը այդ նույն խմբի դա ինչ-ինչ արևմտամետ իրանց համարող ուժերն են, որոնք զարմանալի պոպուլիստական քաղաքականություն են վարում, որոնք վարչապետ Փաշինյանին անհասկանալի մեղադրանքներ են ներկայացնում, անհիմն, որոնք Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ պոպուլիստական օրակարգ նաև ունեն եւ այլն, որոնք ի վերջո վնասում են նաև այդ արևմտամետ դաշտին ձևավորվելու, ընդդիմադիր դաշտին ձևավորվելու համար, մեծ մասամբ պոպուլիստական օրակարգ ունեն շատ եւ շատ հարցերի շուրջ եւ ինչ որ առումով նաեւ հիասթափություն են ի վերջո բերելու իրանց էլ եւ ուրեմն հանրությունին էլ